Եվս 2 օր եւ նախընտրական քարոզարշավը կհատի վերջնագիծը։ Ընտրապայքարի ավարտին զուգահեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական հանրահավաքներն առավել մեծ թափ են ստանում։ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների շարքն այս անգամ Արագածոտնի մարզում է։ Կարբի եւ Հնաբերդ համայնքների բնակիչներն անձամբ են եկել ԲՀԿ առաջնորդին ասելու՝ միահամուռ ուժերով սատարում են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Դուք միշտ եղել եք մեր կողքին ու սատար եք կանգնել մեզ։ Այժմ մեր հերթն է ձեզ աջակցելու։ Մենք դա անում ենք մեր սրտի թելադրանքով, նշում են գյուղացիները։ Իր հերթին Գագիկ Ծառուկյանն ընդգծում է՝ իմ ուշադրությունը ձեր հանդեպ ավելի մեծ է լինելու, անելու եմ ամեն ինչ, որ դուք արժանապատիվ կյանք ու անհոգ ապագա ունենաք։ Սիրելի ժողովուրդ, ես եմ ասում, բոլորի վիճակը պետք է լավ լինի, որ մարդիկ իրենց լավ զգան։ Մի ծաղկով գարուն չի գա։ Օր-օրի պակասելով, գնալով, խեղճանալով, նեղվելով, ապագան փայլուն չի կարող լինել, սիրելի ժողովուրդ։ Մարդը եթե ժողովուրդը շփվում է, նրանց դարդուցավը, խնդիրն ու խնդրումը լսում է, մարդը քարիցել լինի, նորմալ մարդը գիշերը չի կարող Քուչակ ու Ալագյազ գյուղերում եւս ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումը սպասված է։ Գագիկ Ծառուկյանին իրենց աջակցությունն են եկել հայտնելու տարածաշրջանում բնակվող բոլոր եզդիները։ Ես հարգում ու բարձր եմ գնահատում ձեր մարդկային արժանինքները, քաջատեղյակ եմ այն խնդիրների, որոնք այսօր մտահոգում են ձեզ, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Միասնություն եւ համատեղ ջանքեր։ Միայն այս ճանապարհով դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ես ձեզ շատ սիրում, հարգում եմ։ Ես ոչ թե օդի մեջից եմ ասում, այլ իրոք շփվել եմ ձեր ազգի հետ։ Ընկերություն եմ անում եւ գիտեմ ձեր լավ կողմերը, մարդկային կողմերը, աշխատասեր կողմերը նվիրված լինելը։ Եվ հիմնական խնդիրը այսօր, որ դուք մասնատված չեք կարողանում ազգի փոքրություն լինելով հանդերձ Հայաստանում, որ կարողանաք միասնական լինեք իրար հետ, ձեր ներկայացուցիչ լինի, ձեր մեջից լինի, որը կարողանա հիմնական ձեր խնդիրները բարձրացնի, ձեր հարցերը լուծի, եւ դուք տեղյակ լինեք տեսնելով, որ դա ձերն է։ Ջերմ ու անմիջական ընդունելություն համատեղ ուժերով ապագան ավելի լավը դարձնելու ձգտում։ Ծաղկահովիտ ու ապարան համայնքներում նախընտրական տրամադրությունն առավել քան հաղթական է։ ԲՀԿ մեծամասնական թեկնածուն այս տարածքում Բազմասեր Առաքելյանն է, ով ազնիվ է լինելու սեփական խղճի ու իրեն վստահության քվետված ընտրողի առջև։ Պատրաստ է աշխատելու, որտեղ նա երիտասարդ է, ապագան իրեն արժևում է, եւ ցանկություն ունի, եւ ձգտում ունի, եւ աշխատասեր է, եւ ես էլ իր կողքին եմ լինելու։ Ես հետեւողական եմ լինելու։ Մենք փողով պաշտոնի չենք նշանակում, ծանոթ բարեկամով չենք նշանակում։ Միայն սեփական եսի մասին մտածողը քաղաքականության մեջ տեղ չունի։ Ես եւ իմ թիմը պայքարի մեջ ենք ձեզ ծառայելու եւ մեր բոլորի երազած բարեկեցիկ ու Բարգավաճ Հայաստանը կառուցելու համար, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Դուք ոչ մեկի ասածը պետք է ոչ մի բանի տեղ չդնեք։ Ով ձեզ պարտադրում է, ստիպում է, խնդրում է այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն մարդուն ձայն տալու համար, դա մի օրվա խնդիր չի, սիրելի ժողովուրդ։ Դա ապագայի խնդիր է։ Ոչ մի բան էլ որոշված չի։ Որ որոշված լիներ, դուք տեսնում եք այդ հրմրտոցը, պարտադրանքը, ու ինչի մասին է խոսքը։ Այլ ամենակարևորը դուք պետք է մտածեք ձեր մասին, ձեր երեխաների մասին եւ ձեր ապագայի մասին։ Եթե մեկը չի մասնակցում, մեկը խաթր է անում, մեկը վախենում է, ուրեմն ինքն է մեղավոր։ Վախկոտ մարդը նպատակին չի կարող Ամեն քայլափոխի հանդիպող հավատն ու ջերմությունն ինձ ուժ ու զորություն են տալիս, պարտավորեցնում ավելի շատ անելու։ Իմ խոսքը գործ է եւ ես անդավաճան եմ մնալու իմ սկզբունքին, արդեն աշտարակցիների հետ հանդիպմանը նշում է Գագիկ Ծառուկյանը։ Ես պատրաստակամ եմ, այո, կորցնելու հանուն հավատքի վստահության, որտեղ իրական կյանքում ամենաթանկ բանը մարդկանց վստահությունն է, հավատն է, օրինակի խոսքն է։ Մակեդոնացի մանալուց ասել է. Սիրելի ժողովուրդ, ինձ թաղելուց ձեռներս բաց թաղեք, որ ամբողջ աշխարհը իմն է, բայց կարևորը հետս բան չեմ տանում։ Այնպես որ դա խորհուրդ է բոլոր այն մարդկանց, խորհուրդ է այն մարդկանց եւ պաշտոնյաներին եւ ունևորներին, որ հետները չեն տանելու։ Կարևորը պետք է թողեն անուն ազգանուն, հեղինակություն ձեռագիր եւ օրինակի խոսք տանան։
Ես հպարտ եմ նաև, որ այստեղ առաջադրված իմ թիմակից բազմասեր Առաքելյանը եւս վայելում է ձեր վստահությունն ու հարգանքը։ Կուսակցության ղեկավարը հորդորում է գիտակցել սեփական քվեի կարևորությունն ու անպայման մասնակցել ընտրություններին։ Արեք այն, ինչ ձեր սիրտը կթելադրի, ում հավատում եք, ում հետ հույս եք կապում, որտեղ մարդիկ դա անում են, իրենց պաշտոնին մնալու համար, իրենց դիրքերը ամրապնդելու համար, վատ արդյունքի դիմաց, իրենք պաշտոններից հրաժարական են տալու, պաշտոններից էլ դուրս եք անցքի բարևող չի լինելու, ես ձեզ ասեմ իմանաք։ Սիրելի ժողովուրդ, այնպես որ ձեզնից է կախված, ուրիշին չմեղադրեք, ձեր ընտրությունից է կախված, ոչ մի բան որոշված չի։ Ընտրություններին մնացել են հաշված օրեր, դուք եք այն ուժը, որ կարող է մեր երկիրը դարձնել ավելի հզոր ու մրցունակ, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Քվեարկեք խղճի մտոք ու սրտի թելադրանքով, վստահեք ու պահանջեք նրանից, ում հավատում եք։ Վարդին Էլտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։